Բարև ձեզ, կարևոր ներողություններ է ներկայացնում հորիզոն լրատվականը ապրիլի 11-ն է ուրբաթ։ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվություն է տարածել, թե իբր ապրիլի 10-ին ժամը 20:55-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին Ադրբեջանը չի արձագանքում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի ղեկավարների եւ այլ պաշտոնյաների ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինցուգործերով դատական նիստը։ 3 ապրիլի 10-ին տեղի ունեցած դատավարությանը պետական մեղադրողների կողմից արձակնվել են հայ գերիներից Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ահավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Լևոն Բալայանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Լևոն Բալայանը իբր պատմել է, թե պատերազմից հետո միացել է ապօրինի զինված խմբավորմանը, որի համար ստացել է աշխատավարձ 400-ից 500 դոլարին համարժեք դրամ։ Մելիքսեթ Փաշայանը պատմել է, թե եղել է տարբեր մարտական դիրքերում, այդ թվում Աղդամի որոշ գյուղերում։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է քննվում։ Նրա գործով հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 15-ին։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրեր, թե մայիսի 9-ին Մոսկվայում երակոմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ Մայիսի 9-ին Փաշինյան, Պուտին, Ալիև երակոմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված, ասել է Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը եւ մասնակցելու է մայիսի 9-ի Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ Թուրքիայում այսօր մեկնարկեց Անտալիայի դիվանագիտական ֆորումը, որին մասնակցում են նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ հայ-թուրքական բանակցություններում հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումում հատուկ ուշադրություն կդարձվի նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարցերին, որոնք կքննարկվեն ապրիլի 12-ին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Դիվանագիտության վերականգնումը մասնատված աշխարհում։ Այս տարի այս խորագիրն է կրում Անտալիայի դիվանագիտական ֆորումը, որին ոչ առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը։ Արտաքին գործերի նախարարի եւ հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ բանագնացի մակարդակով։ Հատկապես 2020 թվականի պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցող ակտիվ փոփոխություններն ու տեղաշարժերը ստիպում են առավել մեծ ուշադրություն հրավիրել Հարավային Կովկասին։ Հետևաբար Հարավային Կովկասին վերաբերող հարցերը կդիտարկվեն պանելային քննարկմանը, որը կրում է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերները եւ հնարավորությունները խորագիրը։ Այն տեղի կունենա Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Քննարկմանը կմասնակցի նաև միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի տնօրեն Նիգյար Գյոքսելը։ Պանելային քննարկման մասին հաղորդագրությունում հատուկ ընդգծված են Հայաստանի մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից Թուրքիայի հետ ընթացող գործընթացները։ Հարավային Կովկասում կայունության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել պայմանավորված վերջին զարգացումներով, ներառյալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջխաղացումները եւ Թուրքիայի ու Հայաստանի միջև շարունակվող կարգավորման ջանքերը։ Դրանք տարածաշրջանային համագործակցության մեջ Վրաստանի աճող դերի հետ միասին նշանակալի հեռանկարներ են ստեղծում տարածաշրջանի ապագայի համար։ Մինչ այդ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր արդեն ելույթ է ունեցել ու խոսել նրանից, թե ինչ դեր է ունեցել Վրաստանը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։ Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում եւ բոլոր հարևան երկրները գնահատում են դա։ Մենք Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլական ունենք։ Մենք շատ խաղաղ եւ պրագմատիկ տեսլական ունենք։ Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորաշվիլին հայտարարել էր, թե իրենք պատրաստ են նպաստել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը, խաղաղ համաձայնագրի ստորագրմանը, որպիսի տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովվի։ Այսօր արդեն այդ խաղաղության թեման քննարկել են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները։
Նրանց հանդիպման մասին հաղորդագրության համաձայն նախագահ Էրդողանը ասել է, թե Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ եւ ուշադիր շարունակում է հետեւել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա նաեւ ասել է, թե գոհ է առաջընթացից։ Սա այն դեպքում, երբ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո էլ Ադրբեջանը ամեն գնով ձգձգում է գործընթացը։ Քրիստինա Լագուլյան, Հորիզոն։ Ազգային ժողովի փոխնախագահ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլիչի հետ։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քլիչի հետ, գրել է Ռուբինյանը։ Իր հերթին հանդիպումից հետո ճեպազրույցում Քլիչը հայտնել է, որ քննարկել է նաև Անիի կամրջի վերականգնման հարցը։ Արցախից բռնի տեղահանված կարիքավոր անձանց կառավարությունը կտրամադրի սոցիալական լրացուցիչ աջակցություն։ Արցախցիներին ուղղված ծրագրի մանրամասները ներկայացրել են պատասխանատուները։ Արցախից բռնի տեղահանված անձանց համար այս պահին գործում են աջակցության մի շարք ծրագրեր։ Որոշակի փոփոխություններով շարունակվում է կեցության եւ այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցության միջոցառումը։ Այն ապրիլի 1-ից ուղղված է առանձին խմբերի անձանց։ Այդ անձինք են առաջին երկրորդ խմբի հաշմանդամները, անչափահասները, 63 տարին լրացած անձինք, կերակրողը կորցնելու դեպքում նպաստական կենսաթոշակ ստացող անձինք եւ 18 տարին լրացած, սակայն դեռևս պարտադիր կրթության դաշտում գտնվող անձինք։ Այս միջոցառման շրջանակում հունվարից մինչև մարտը ներառյալ յուրաքանչյուր անձի համար կառավարությունը տրամադրել է 50,000 դրամ, ապրիլից հունիս ամիսը ներառյալ կտրամադրի 40,000 դրամ, իսկ հուլիսից դեկտեմբերը ներառյալ նշված անձին կստանան 30,000 դրամ։ Կառավարության երեկվան նիստում ընդունված նախագծով էլ թիրախային աջակցություն կստանան կարիքավոր արցախցիները։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրում։ Հիմքը այստեղ կարիքն է, աջակցությունը, սոցիալական աջակցությունը, նա պետք է լինի հասցեական եւ կարիքավոր, որպես կարիք դիտարկվել է որոշակի եկամուտների շեմը չգերազանցելու հանգամանք։ Քանի որ ապրիլի 1-ից բռնի տեղահանված արցախցիների որոշ խմբեր չեն ստանալու կեցության եւ այլ ծախսերը հոգալու սոցիալական աջակցության միջոցառումը, ուստի առաջացել է այս միջոցառման կիրառման անհրաժեշտությունը։ Որոշակի անձինք դեռևս կարիք ունեն դրա աջակցության, օրինակ որոշակի ծախսեր հոգալու, բնակվարձի վճարումները կատարելու համար եւ այս հանգամանքով պայմանավորված ընդունվել է կառավարության որոշումը, որի հիմքը ցածր եկամուտներ ունեցող անձանց աջակցության տրամադրումն է։ Տիրախային սոցիալական աջակցության տրամադրումն է եւ աջակցության չափը պայմանավորված է լինելու ընտանիքի անդամների թվով։ Արտակ Հարությունյանի խոսքով աջակցության շահառու է համարվելու ոչ թե անձը, այլ կարիքավորի կարգավիճակն ունեցող ընտանիքը։ Եթե ընտանիքն իր ունեցած բոլոր եկամուտներով հանդերձ յուրաքանչյուր անձի հաշվարկով չի կարողանում ապահովել 55,000 դրամ եկամուտ, ապա կդիտարկվի շահառու ընտանիք։ Աջակցությունը կտրամադրվի ամսական դրամական աջակցության տեսքով, ապրիլից դեկտեմբեր ամիսը ներառյալ։ Աջակցության չափն ընտանիքի համար կլինի 40,000 դրամ, որին կգումարվի եւս 10,000 դրամ պայմանավորված ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով։ Օրինակով էլ ասել է, թե ընտանիքը բաղկացած է 5 անդամներից, որոնց հաշվով 55,000 դրամից ավել ընտանիքը եկամուտ չունի, կդիտարկվի շահառու եւ կստանա աջակցություն 40,000 դրամ ընտանիքի համար, գումարած եւս սկսած երկրորդ անդամից յուրաքանչյուրի համար 10,000 դրամ, այսինքն 40,000 դրամ գումարած եւս 40,000 դրամ, 80,000 դրամ։ Բնակվարձի կարիք չունենալու հանգամանքով պայմանավորված այս ծրագրից չեն կարող օգտվել այն անձինք, ովքեր մանկատներում, ծերանոցներում եւ պետության հոգացության ներքո գտնվող այլ հաստատություններում են, ինչպես նաեւ այն ընտանիքները, ովքեր պետության աջակցությամբ տեղավորվել են օրինակ սոցիալական բնակարանային ֆոնդում կամ բնակվում են պետության կողմից տրամադրված այլ տարածքներում։ Օրինակ Հայաստանի Հանրապետությունում գտնվելը նույնպես չափորոշիչ է, չգտնվելու դեպքում ընտանիքի տվյալ անդամի համար գումար չի հաշվարկվի, բարձր արտադրության ավտոմեքենայի դեպքում ընտանիքը աջակցություն չի ստանա կամ եթե այդ ավտոմեքենայի համար վճարում են գույքարդ 15,000 դրամից ավելի գումար։ Եվ իհարկե հաշվի առնում որոշակի գույք ունենալու հանգամանքը, այստեղ դիտարկվել է միանձնյա սեփականության դեպքում նույնպես ընտանիքը չօգտվի աջակցությունից կամ եթե ընտանիքի անդամները միևնույն գույքի նկատմամբ ունեն 50%-ից ավել սեփականության իրավունք։
Հարությունյանը նաև կոչ է անում միջոցառմանը դիմելիս ներկայացնել միայն հավաստի տվյալներ, քանի որ հետագայում այդ ամենը ուսումնասիրվելու եւ ստուգվելու է։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, նշելով, որ այս օրերին իրեն շատ են հարցնում քաղաքական վերադասավորումների եւ հնարավոր զարգացումների մասին։ Առաջիկա օրերին կհայտնեմ իմ դիրքորոշումը ստեղծված իրավիճակի եւ իմ հետագա քայլերի վերաբերյալ։ Կիսում եմ ձեր անհանգստությունը, շնորհակալ եմ ընտրական գործընթացում եւ հանդրատարական այս խառը իրավիճակում ձեր հավատարմության աջակցության համար, գրել է Սարիկ Մինասյանը։ Գյումրիի քաղաքապետարանից էլ հայտնում եմ, որ 2025 թվականի ապրիլի 16-ին ժամը 10-ին Գյումրիի համայնքապետարանի վարչական շենքի Ավագանու նիստերի դահլիճում կկայանա Գյումրիի նորընտիր Ավագանու առաջին նիստը։ Շիրակի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստն է գումարվել, հետընտրական տրամադրություններն ու զարգացումները թեև չեն նահանջել, բայց 2025-ի առաջին եռամսյակի աշխատանքների հաշվետվությունը աշխատանքային օրակարգից չի շեղվում։ Շիրակի մարզի եռամսյակային արդյունքները դիտարկվել են ըստ ոլորտների, գնահատվել է լավ աշխատանքը, թերացումներն ու դիտողություններն արձանագրվել են, հիմնականում սուբվենցիոն եւ քաղաքաշինական ծրագրերում։ Օրակարգի հարցերից առաջ Շիրակի մարզպետը խոսեց մարտի 30-ի արտահերթ ընտրություններից դրանց լեգիտիմ ու արդար լինելուց։ Ըստ այդմ քաղաքական ուժերից որևէ բողոքարկում չեղավ։ Այս արդյունքներով էլ նորընտիր Ավագանին ապրիլի 16-ին կգումարի առաջին նիստը, որի ժամանակ էլ կընտրվի Գյումրիի քաղաքապետ։ Շիրակի մարզպետի հայտարարությունը քաղաքի համար մեծ կարևորության իրադարձությանն էր վերաբերում։ Ամսի 16-ին Գյումրիում կունենանք Ավագանու առաջին նիստը, ըստ այդմ կորոշվի քաղաքապետ Ավականին կնդրի, թե հետագան տասներ արդեն ամսի 16-ին պարզ կլինի։ Անցումը Շիրակի մարզի խորհրդի օրակարգին եղավ տարվա առաջին եռամսյակում համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման քննարկումը։ Հավաքագրման արդյունքը 82%-ից ավելին է։ Այն գնահատվում է որպես ցածր ցուցանիշ, իսկ ինչու է արդյունքն այսպիսին։ Համայնքների ղեկավարները բացատրում են։ Տարեսկիզբը միշտ էլ ֆինանսական խնդիրներով է լինում, բացը լրացվում է երկրորդ եռամսյակում։ Համայնքի բնակիչները իրականում հասկանան, որ այդ գումարը մեկ կրբանից անել, մյուս կրբան տնել է։ Ես գիտեմ, որ շատ դեպքերում դժգոհություններ ունին աղբահանության հետ կապված, ճանապարհաշինության հետ կապված, լույսերի հետ կապված, այդ ժամանակ էլ միջև այդ դժգոհությունները ունենալը նաև մարդիկ գիտակցեն, դե իրանք իրանց պարտավորությունները պատշաճ կատարել են, դե չեն կատարել։ Սեփական եկամուտների տեղին ու ժամանակին հավաքագրումից է կախված նաև համայնքներից ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի հաստատումը։ Բարձր ցուցանիշը երաշխիք է մեծ ծրագրերի։ Անցած տարի մարզը սուբվենցիոն 41 ծրագիր է ունեցել 7 միլիարդ դրամով։ Այս տարի ուղիղ համեմատական ծրագրերի թիվն ավելացել է, ֆինանսավորումն էլ հետը, կազմելով 8 միլիարդ դրամից ավելի, բայց սուբվենցիոն փաթեթն առանց Գյումրիի է։ Քաղաքը ծրագրեր չի ներկայացրել, պատճառ բերելով Ավագանի չունենալը։ Այսինքն բոլոր ցուցանիշներով 25 թվականը գերազանցել է 24 թվականի ներկայացված ծրագրերի եւ ամբողջական փաթեթները։ Այսինքն ծրագրերի, քանի որ բոլոր ծրագրերը այս պահում գտնվում են միշտ գերատեսչության հանձնաժողովում, հաստատման փուլում եւ ծրագրերը հաստատվելուն պես մենք ունենալու ենք 8.1 միլիարդ դրամի չափով գումար։ Սուբվենցիոն թե քաղաքաշինական մյուս ծրագրերի համար եւս Շիրակի մարզպետը խիստ պահանջ է դնում հետևել ժամանակին որակով աշխատանքների իրականացմանը։ Ժամկետների ուշացումով սուբվենցիոն ծրագրեր դեռ մնում են։ Դրանց թվում է մարզադպրոցների նորոգում, մանկապարտեզների կառուցում, ասֆալտապատում, բակերի բարեկարգում։ Չեմ ուզում, որովհետեւ մենք հետո խնդիրներ ունենանք մեր շինարարների հետ։ Այսինքն շինարարները մեր հետ խնդիրներ ունենան, որովհետեւ մենք վատ կառուցած որևիցե բան չենք ընդունելու, որևիցե նախագիծ, որևիցե շինարարական աշխատանքներ, որը ժամկետ անցնելու է, մեր համար միանգամից օրենքի սահմանված կարգով բոլոր հնարավոր խիստ պատիժները դրա վրա տրվելու է, եթե ինքը անհիմն է։ Ժամկետների խախտումով ու շինարարական լուրջ թերություններով հայտնի քաղաքաշինական ամենամեծ ծրագիրը շարունակվելու այս տարի Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցումն է, որի համար այս տարի պետական բյուջեից հատկացվել է 966.5 միլիոն դրամ։ Մարզում մի շարք դպրոցների հիմնանորոգում, վերանորոգում է ընթանում, որոնք իրականացվում են տարբեր հիմնադրամների ֆինանսավորմամբ։ Ճանապարհաշինությունում ընթացիկ ծրագրեր կան, մոտ 40 կիլոմետր երկարության ճանապարհ է նորոգվում։ Այդ ցանկում են Գյումրիի փողոցները։ Մի մասի կապիտալ շինարարությունը համաշխարհային բանկի ծրագրով է։ Գյումրի քաղաքի փողոցաշինական ծրագրերում արդեն ավարտվել է նախնական պողոտայի վերականգնման
Տերյան եւ Նավանդյան փողոցների վերանորոգման, Խանջյան եւ Չայկովսկի փողոցների վերանորոգման, ինչպես նաեւ Գյումրի Սուրբ ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու եւ Արող Աբովյան փողոցի աջակցող հատվածների վերանորոգման աշխատանքներ։ Գյումրի քաղաքի Աչեմյան, Հանեսօղլյան եւ Ջիվանի փողոցների վերականգնման աշխատանքները նախատեսվում են ավարտվել թվականին։ Աշխատանքների որակի հսկողությունը տեսչական մարմնի գործառույթն է, Շիրակի մարզպետի պահանջն էր ամենօրյա հսկողությունը ապահովել շինօբյեկտներում։ Տեսչական մարմնի մարզային կառույցի ղեկավարն էլ ամենօրյա հսկողությունը համարեց անհնար բան, այդքան աշխատակիցներ չունեն։ Ասենք տեսչական մարմինը, մարզպետարանը չի կարող ամենօրյա ռեժիմով շինարարությունները վերահսկի։ Մենք մեր մասնագետների երկու մասնագետով ամբողջ մարզում չենք կարող շուրջօրյա հսկողություն սահմանել։ Դրա համար կա տեխնիկական հսկողի ինստիտուտը։ Ոչ հեղինակային հսկողները կան, ոչ տեխնիկական հսկողները։ Վարման մատյաններ ընդհանրապես չեն վարվում։ Բոլոր տեղերը մենք արձանագրում ենք խախտումները, տուգանում ենք, բայց ոնց տուգանում ենք, այդպես է շարունակվում է։ Միշտ նույն խնդիրը լսենք համայնքի ղեկավարներից, տեսչականներից, մարզպետարանի աշխատակիցներից։ Նախագիծենողները լավը չեն, վերահսկողները լավը չեն։ Ժորժ ձև բդեան այդ մարդկանց պատժելու։ Եկեք պրոստը բարեկամություն չենենք, ընկերություն չենենք, հարևանություն չենենք, որովհետեւ մեկը խնդիրը առաջինը հենց խնդիր առաջացրեց իրան պատժեցին։ Տեսչական մարմնի ղեկավարն առաջարկեց խորհրդակցություն անցկացնել, հստակեցնել շինարարության ոլորտում տեխնիկական վերահսկողի ու տեսչական մարմնի անելիքներն ու գործառույթները։ Շինարարական աշխատանքների ծավալները եղանակները բացվելուն պես կավելանան, նույնը նաև գյուղատնտեսությունում է, վարուցանքի սեզոն է արդեն։ Մարզում կատարվել է շուրջ 10,000 հեկտար աշնանացան ծորենի ցանք, որ ձմեռացման ընթացքում վնասներ չի կրել։ Այս տարի նախորդ տարվա համեմատ ակնկալվում է հացահատիկայի մշակաբույսերի ցանկատարածների աճ, որը պայմանավորված է պետական օժանդակության այս տարվա ծրագրերով։ Դրանք արդյունավետ կլինեն, եթե մարզն ապահովված լինի բավարար քանակի ոռոգման ջրով եւ կարկուտը չտանի։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։ Գյումրի ժողովրդիկների պետական նվագախումբը շարունակում է հանրայնացնել հայ երգարվեստի հարուր ժառանգությունը։ Մշակույթի ակունքները բացահայտելու առաքելությունը շարունակում է նվագախումբը նոր նախագծում, որը կոչվում է հայ երգը։ Գյումրի ժողովրդիկների պետական նվագախմբի հետ բեմում երիտասարդ կատարող Արտավազդ Մելքոնյանն է։ Նախագիծն իրականացում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։ Նոր խորագրով, բայց ազգայինի պահպանության անխախտ նպատակներով հայ երգը նախագիծը գալիս է շարունակելու Գյումրիի ժողովրդիկների պետական նվագախմբի նախաձեռնած եւ մեծ հաջողություն ունեցած ակունքների կարևոր առաքելությունը։ Նախագիծը արժեքավոր է Գյումրիի մշակութային կյանքում։ Այն հայ երգն է ապրեցնում եւ հանդիսատեսին երգարվեստի ակունքներին մոտեցնում։ Սա անշուշտ ավանդական երգի, նաեւ կոմպոզիտորական, բայց հիմնականում ավանդական, ժողովրդական, աշխուհական երգի արդի մեկնաբանություններն են, բայց այդ մեկնաբանությունների մեջ, կատարողական արվեստի մեջ կա դասական ճշգրտություն, չափանմուշային կարևոր բաղադրիչներ, որոնք այսօր մեզ շատ անհրաժեշտ են, որովհետև շատ հաճախ մենք աղավաղումների ականատեսն ենք դառնում։ Աղավաղումներից զերծ մաքուր ու զուլալ ակունքներից փխող հայ երգն է ներկայացնում երաժիշտներն ու կատարողները։ Գյումրիի ժողովրդիկների պետական նվագախմբի հետ համատեղ համերգային ծրագրերը հաճախակի են։ Աշխուհական եւ կոմպոզիտորական երգերի կատարմամբ հայ երգի բեմում երգիչ Արտավազդ Մելքոնյանն է։ Երիտասարդ երգիչը հայկական երգերի մի քանի նախագծերում է հանդես եկել եւ միայն հայ երգը չէ, որ ներկայացնում է, բայց հարազատ ու ազնիվն իր համար աշխուհական երգարվեստն է Սայաթ Նովայի, Շերամի, Հավասու, Շահենի բացառիկ ստեղծագործությունները։ Շերամի երգերը իմ համար մի ուրիշ, այսպես ասած, կողմ է ու ոնց որ դա էլ իր հերթին է նպաստում, որ ես ավելի, այսպես ասած, պատասխանատվություն վերցնեմ ինձ վրա։ Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ այսօր հիմնականում երգիչները հանդես են գալիս խնջույքներում ու նմանատիպ համերգներ շատ քիչ է լինում։ Այսօր ոնց որ առիթ հանդիսացավ, որ ես կարողանամ իմ, այսպես ասած, կուտակած այդ էներգիան փոխանցել հանդիսատեսին։ Ինքը նաև ելույթ է ունեցել
ազգային պետական ժողովրդների նվագախմբի հետ, տարբեր նվագախմբերի հետ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ֆոլք մոդեռն ժողովրդների հետ ինքը հյուրախաղերով հանդես է եկել Հորդանանում, Բուլղարիայում, մենք իրար հետ նաև Իտալիայում 17 մենահամերգ ենք ունեցել ներկայացնելով ազգային արվեստը։ Արտավազդ Մելքոնյանն ինքնուս կատարող է, երկարվեստում վոկալի դասեր է տվել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ պրոֆեսոր Էդվարդ Բեգլարյանը, ով ներկա էր համերգին ու վայելում էր նրա ամեն մի կատարումը։ Պրոֆեսորը կարևորում է մաքրամաքուր կատարումները, որոնք ուղղակի մերժում են օտարածին հնչյունները։ Ցավում եմ, նույնիսկ ողջում եմ նման իրողությունների համար, երբ որ ռեստորանային հնչողությունները, ուրիշ կատարումները, համեմում են այլ օտար ազգի էլեմենտների, մելիզմների համեմում են դրանցով, բայց մենք մերը ունենք եւ այսօր Արտավազդ Մելքոնյանը հրաշալի փայլուն կատարում է աշխուհական գուսանական երգերը շատ ինքնատիպությամբ, շատ ինքնուրույնությամբ եւ այնքան զգուշությամբ, քեզ թվում է թանա ոչ թե երգում է, այլ կառուցում է, նկարում է։ Կարելի ասել ինքնուց երկիչ է, թեև անցել է իհարկե վարպետների ձեռքի տակով, բայց այդուհանդերձ, ինչպես հիմա ընդունված է կրթություն, պրոֆեսիոնալ կրթություն, կարելի ասել, կոնսերվատորիական չի ստացի, եւ այս առումով նրա կատարումները բացառիկ մեծ հետաքրքրություն են ներկայացնում այդ երկը ոճը զգալու հատկապես երկացանք աշխուհական է Սայաթնովայից մինչև Աշուղ Աշոտ։ Հայ երգը նախագիծը այն հարթակն է նաև, որը բացահայտում է հայ երգարվեստի կատարողների, որոնք մեծ բեմերում չեն եղել, բայց ազգային երգն ու երգեցողությունը մատուցում են գրագետ եւ մաքուր։ Գյումրիի ժողկործիկների պետական նվագախումբն այս նախաձեռնությամբ նոր խոսք ու ասելիք ունեցող կատարողների միջոցով նպաստում է ազգային երաժշտության հանրահռչակմանը եւ ամենակարևորը հայ երգն է սերունդներին փոխանցում։ Մարինե Տիրբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այսքան այս ժամի լրահոսում ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։